Ուզում եմ մի կլինիկական դեպքով կիսվել ձեզ հետ։ Օրեր առաջ դիմել էր մի պացիենտ 47 տարեկան տղամարդ, գանգատվելով մի կողմից անհրաժեշտությունից, որն ի հայտ էր եկել ըստ պացիենտի խոսքերի 3 ամիս առաջ։ Պատճառը չէր նշում։ Դիմել էր բազմաթիվ կլինիկաներ, առաջի կլինիկայում ախտորոշվել էր ականջի բորբոքում, հակաբիոտիկներով բուժում էր ստացել, հետո տեսել էր, որ ծանրալսությունը դեռ շարունակվում է, դիմել էր մյուս կլինիկա, այնտեղ տոկեր էին նշանակել, ֆիզիոթերապևտիկ միջամտություններ էին արել եւ այլն։ Մի խոսքով 3 ամիս անց դիմեց մեր կլինիկա, գանգատվելով աջ ականջի ծանրալսությունից։ Կատարվեց հետազոտություններ, հայտնաբերվեց մի կողմի ծանրալսություն 4-րդ աստիճանի։ Մենք ունենք 4 աստիճան ծանրալսության, ամենավատը 4-րդն է։ Նրա մոտ հայտնաբերվեց միակողմանի 4 աստիճանի ծանրալսություն, բնականաբար միանգամից կատարվեց արդեն MRT հետազոտություն եւ այլն, եւ ախտորոշվեց լսողական նյարդի նեյրինոմա։ Այն ուռուցք է լսողական նյարդի գլխուղեղում տեղակայված, որը գնալով չափերը մեծանալով բերում է նաև բացի լսողական խնդրից գլխապտույտ, հավասարակշռության խանգարում, ընդգրկելով նաև դիմային նյարդը բերում է դիմային նյարդի պարալիչի եւ այլն։ Այսպիսով, եթե նկատել եք, որ ունեք ծանրալսություն, լսողության իջեցում, ինչ-ինչ պատճառներով, մի ուշացրեք, դիմեք մասնագետի, որպեսզի ճիշտ ժամանակին ախտորոշվի ձեր խնդիրը եւ ստանաք համապատասխան բուժում, քանի որ լսողական օրգանի դեպքում ժամանակը աշխատում է մեր դեմ։ Ինչքան ուշ ենք ախտորոշում խնդիրը, այնքան վերականգնելու հավանականությունը ավելի ցածր է։ Երբեմն անգամ ունենում ենք անդառնալի հետևանքներ։